Հենա հերթական շանն է խնամում, այն հերթական շանը այստեղ խնամում են։ Օրեր առաջ Երևանում Սևանի փողոցում մի ստահակ իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկում փողոցում հայտնված շանը եւ նրան թողնելով անօգնական հեռանում է դեպքի վայրից։ Քաղաքացիները նկատում են անօգնական ու վիրավոր շանը եւ նրանց հետ է լինում նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, ճանաչված ու սիրված ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, ով հոգ է տանում հերթական անգամ իդեպ, որովհետև ինձ հասած տեղեկությունների մոտ 10-ից ավելի շների կյանք է փրկվել այդ ֆուտբոլիստի կողմից եւ իր ընկերների հետ Դավիթը վիրավոր շանը տեղափոխում է իր անձնական ավտոմեքենայով, ահա Դավիթ Հաշիմի այս կենտրոն շներ անունը ոնց էր էսի, այն որը շանը փրկել եք, ոնց այս անունը? Վեթհոմ եւ ֆուտբոլիստը շանը վիրավոր շանը տեղափոխում է այստեղ, որտեղ էլ հենց այստեղ փրկում են շան կյանքը, ով շունը կոտրվածքներ է ունենում եւ մի քանի օր ոտքերը գիպսի մեջ է լինում։ Մի խոսքով ժողովուրդ ջան, շնորհակալություն առաջին հերթին օգտատար քաղաքացիներին, սիրված ու ճանաչված ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանին եւ հիմա արդեն շունը ապահով ձեռքերում է, մնում է նման ստահակ տականքներից ոչ միայն կենդանիները, այլև մարդիկ հեռու լինեն։ Այսինքն ֆուտբոլիստը Դավիթ Մանոյանը նկատել է շանը, որ մեքենան հարվածել է, խեղճունիկը ոտը կոտրվել է, ֆուտբոլիստը տարել է, ինքը խնամել է, հետո բժշկի է, չէ՞ տարել։ Տարել է բժշկ, արի, անունը ոնց էր։ Բոբի, արի, Բոբի ջան։ Արի։ Բայց էլ ոտը բան անում, հա։ Մալադես ֆուտբոլիստին, բայց հավաքականի է, հեսա մետ կարելի է ճիշտ էլ, Դավիթ Մանոյան։ Բոբի ջան։ Բոբի։ Ձախ ոտն է, չէ։ Բոբի։ Ստի Բոբի ջան։ Բոբի ջան։ Սաղ բուժումներ են, շան բժիշկներն ասում են, ամբողջ ծախսերը ագրին գումար է կազմի, սաղ այդ ֆուտբոլիստն է, Դավիթն է, սաղ հոգացել, մալադեց, իսկական հայը կենթանասեր է երևում է, Բոբի ջան։